Կուկու, բարև ձեզ իմ սիրելի ժողովուրդ ջան, բարև ձեզ ինչպես եք, հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է, մեր մոտ փառք Աստծո, սովորական ռուտինան։ Ուրեմն ես այսօր 3 ավելի շուտ պարկել է եւ մտածեցի այսօր ինչ պատրաստեմ եւ հանկարծ հիշեցի, որ ես ունեմ ավելուկ։ Ինչու, որովհետև քույրս հիշացեց, ասեց ավելուկ չունես, տապակած ավելուկ արա, ուրեմն երեխեք, ավելուկը իմ սիրելի Աննան էր տվել, Մայրամիկի մաման, բարձր դեղա գնամ բերեմ, և ես հիմա հանել եմ, որ թրջեմ, խոհանոցը մի քիչ կարգի բերեցի, իհարկե կարգի բերված է, ես սիրում եմ առավոտը արտանամ, արդեն մաքուր լինի ամեն ինչը, և բերեմ այդ բառարանի դիմացը մաքրեմ և անցնեմ գործի, ասեմ ձեզ, որ սիրելիներս, ասեմ, որ մեր մոտ լավ ծմեր է, բայց հրաշալի տակ, այսինքն համեմատած են մինուսներին, երևի այսօր 10 աստիճան ավագի քամի կա և մանախուղ, բայց ոչինչ, Անահիտը դուրս չի գալու, այսօր կարող ապատայի գնամ մի հատ դեղատուն, մայրիկի դեղերը գնեմ, կտեսնեմ, եթե չալարեմ, որովհետև եթե ես ես շրջազգեսն եմ հակել, պիտի կալգոտքի հակրիմա կարող ալարեմ, դրանով կգնամ մյուս շաբաթ։ Մի հատ զանգ եմ մեր Սյուզին, հանդելու վերստան մամրագրեմ, որ գնամ եղունները մաքրի հանի, որովհետև երկար եղուններն արդեն շատ է երկարում, չեմ կարողանում ոչնա, պատկեցեք, ցեպ չեմ կարողանում դնել։ Սովորի ջան, եկա, մի հատ մաքրեմ սեղանը։ Եվ անցնենք գործի, արող, այսօրվա իմ մենյուն, ուղղակի արագ ասեմ և անջատեմ, որովհետև գիտեմ, որ բոլորդ էլ շոքակել, բոլորդ էլ տանլավ խոհարարներ եք։ Հիմա, ինչը անում ձեր Անահիտը, ձեր Անահիտը ես կտրում եմ իրան, բոլորդ էլ գիտեք այս չապսը։ Ես հիմա կանջատեմ, որտեղ չեմ ուզում, որ ձեր գլուխը ցավացնեմ։ Եկա խոհանոց, իմ առօրյան սա է, առավոտյան արթնանալ, ճաշ, ամեն ինչ, և հիմա ես չգիտեմ, սա քիչ է, թե շատ։ Ըստ քրոջս ասում քիչ է, մի հատ է, երկու հատ է լավան, ինքը, հիմա, սա ես, ինչ անում ձեր Անահիտոչկան, ձեր Անահիտոչկան սա թրջում է, թողնում 15 րոպե, որպեսզի հետո տապակեմ, բայց քանի որ ես հիմա չեմ տապակելու, մենք հիմա չենք ուտելու, ես հեսա կպատրաստեմ վիլուղնի ապուրը պոտիղոնի և այսօր ուտելու ենք խաղուրմա, մորացել էի, ինչը գտնվում է այն կողքի պահեստասենյակում, ես ամեն ինչը մորանում եմ երեխեք, հիմա սա գնում անվել, մերսի շատ մերսի, Աննա ջան, վալա, հիմա ես եսնեմ այլ երմանջուրը վրան, և 15 րոպե թողնենք, գնամ բերեմ սոխը, սոխարածը, սոխը, սխտորը, սխտոր չեմ սիրում, բայց պետք է անվի։ Մարջ։ Սա այսպես, թողնենք 15 րոպե, 11 է, գնացիք լավ աղջիկներ։ Ակոպի ինչ ճանաչում են, և գիտեք, որ Անահիտի խոհարարական տաղանդը և մենյուն դրվում է այն ժամանակ, երբ որ ինչ-որ մի բան կտրատում եմ։ Որոշեցի դիտքս փոխեցի, որոշեցի այս դդրիքները պատրաստել փվի մեջ ու պատրաստեմ իմ ձևով, այսինքն բանը, այծի պանրով և վերջում մեղր եմ անելու։ Հիմա ես մարդիկ կան, այս կողքը չեն կեղևը չեն հանում, բայց ես այն կհանեմ, որպեսզի դժվար չլինի, եղևը ամեն դեպքում դժվար է ուտելը, հիմա ես այն կհանեմ ես հրաշալի դանակով, աղ պղպեղ, ուրիշ ոչ մի համեմունք և մի քիչ ձեթ եմ վրան լցնում և դնում փուրը։ Սա իրոք երեխեք ջան խորհուրդ կտամ, այս հիմնական ինքը այս երկարությունը կա, այս գլխի մասից եք կտրատում, այս կորիզային մասը պահում եք ապուրի համար։ Բայց ես որոշեցի ապուր չանեմ, որովհետև արդեն այսօր ամբողջը բանջարեղենային է լինելու
Եվ միս բանջարեղեն պետք չի որ ապուրն էլ ավել լինի։ Ինքան համով բան է երեխեք, որ կարող եք դաժե ուտել բանին էդ առանց տաքացնելու սառը։ Սրա վրա կարող եք նաև այծի պանիրի տեղը, ես հանկարծակի մտածեցի, ֆետա պանիր դնեք։ Ֆետա պանիր, բայց այծի պանիր ինչով է լավ, ինքը հալվում է վրան, հետո որ հանում եք արդեն մատուցելուց առաջ մեղր եք ծորացնում վրա, եւ վերջ, արդեն պատրաստ է։ Իսկ եթե ուզում եք ուղղակի ֆետա անել, ֆետայի վրա շատ կսազի Պրովանս, Էրբ Պրովանսը, այսինքն բանի է դա, կանաչ, չոր կանաչիների տեսականի, եւ դուք արդեն Հայաստանում դա պրոբլեմ չի։ Սա բան է, որ Սերժի ապուրների համար լավ կարող է սրանով ապուր պատրաստել։ Դրանք մեկ որ արելի լավ մնա, վարա, ու գնում է սարնանը։ Այսպես, հիմա ես այն աղբեղ կանեմ, ուրիշ ոչ մի բան երեխեք, սունելի, բանտես բաներ չարի, որովհետև իր համը ինքը ունենա, մնա իր համը։ Անում է աղբեղներ լսնը։ Ես զեյթունի ձետ չեմ լսնում, դուք կարող եք զեյթունի ձետ անել, դա ձեր նախասիրությունն է։ Այս ես մի հատ առավոտյան դդմիկներին լսում եք, ոտով, մասաժ։ Այս երկու օրը իրար վրա երեխեքան կուլինարական եղավ, բայց ոչինչ, քանի որ ես պատրաստում եմ առավոտյան, ուղղակի ուզեցա ձեր հետ կիսվել, վրա։ Սա այսպես։ Հետո վերջնական վերջում ցույց կտամ երբ եմ պանիրը, երբ որ ինք արդեն լավ եփվում է, նոր հանում եմ, այծի պանիրը դնում եմ վրա, եւ հետո դուք կարող եք, եթե այծի պանիր չկա Հայաստանում, Ռուսաստանում, հնարավոր չի չլինի, Հայաստանում էլ կա, ինչ չկա Հայաստանում, դուք կարող եք բրի անեք, բրի, հալվող պանիր բրին, բրին էլ է շատ համեղ լինում, այսպես հաստությամբ կկտրատեք, քառակուսի, այսպես կդնեք վրան, պարտադիր չի ամբողջ վրան ծածկի, կուղակի մեջտեղի մասը։ Ահա, սա այսպես գնաց այստեղ։ Նրանք ովքեր չգիտեն, ուզում եմ ձեզ մի բան ասել, ես շատ շուտ խոսացել եմ իմ ալիքում, երեքի գիտեմ, բոլոր կանայքի գիտեն, ուղղակի երիտասարդներ եք, միգուցե թե չիմանաք, ես նկատել եմ, որ դուք սխտորը մաքրում եք, սա ֆրանսիացի խոհարարներից եմ տեսել, շատ ճանաչված խոհարարներից, դուք որ սխտորը մաքրում եք, սխտորը մի անգամից տենց ճորկում եք, ընդհանրապես սխտորը չեք հանում այն մասը, որը որ ահավոր ուշ մարսվող սխտորը որոտում եք, երբեմն չեք մարսում, չէ, որ խաշք սարքեք ժողովուրդ ջան հանկարծակի։ Մեկ էլ որ այդ հոտը, սխտորի հոտը շատ երկար չմնա, ձեր վրայից չկա, ինչ եք անում, վերցում եք սխտորի ամենա ոչ դյուրամարս մասը միջուկն է, նայեք։ Այ այստեղ նա փոքրիկ ծիլ կա, այ այդ ծիլը հանում եք ժողովուրդ, այ այսենց, դանակի օգնությամբ, ահա սա, և վերջ, և դուք կարող եք ինչքան ուզում եք սխտոր ուտել, նախ որ հետո մաքրում եք ձեր ատամները լվանում եք կամ ընդհանրապես օղողում եք տնից դուրս գալուց, այդ հոտը անմիջապես ասում է, որովհետև հիմնական սխտորի հոտը, հիմնական սխտորի այդ ծանր, երբեմն ուտում ես ասում ես, ախ մրմրվում է, վարվում է, սա է։ Ասեմ էլի մարդիկ կարող է ինչ-որ տեղ մեկը ինչ-որ տեսնի, ասի, վայ, ես չգիտեի, վարա, հանեցի, տեսնում եք, այսպես մեջը փոս է, և սա ես հետո արդեն կծորկեմ վրա, թողնենք սա մի կողմի, սա վերջին րոպեին գնում է բինջայի մեջ, ընկույց եմ վերջին րոպեին, ինձ 15 րոպե ես այն արեցի, հիմա ես սա դատարկեմ, սիրելիներս, և արդեն անցնեմ ճաշը պատրաստելու։ Քանի որ ես միշտ ձեզ ասում եմ, թե այսօր օրը ինչ է, մոռացա ձեզ ասեմ, սիրելիներս, այսօր մեր մոտ շաբաթ է,
Մեր մոտ այսօր շաբաթ է եւ այսօր ամսի շաբաթ այսօր ամսի 10-ն է։ Այսօր ամսի 10-ն է եւ ես ինչ եմ ստացել։ Կաղֆուղ, նամբակները Սերժը բերե բավականին շատ։ L'organisme immédiat 40 € d'achat, 8 €. L'organisme immédiat 40 € d'achat club. Offre spéciale. Et c'est versant, vous l'avez peut-être mettre banchi, mais c'est Carrefour. Il y a qui là? Nouvelle. Ah, il m'a fait quelque chose. Oh, c'est quoi ça? Ah ouais, ça c'est. Ça nous est. Ça là, Եվ ես մի քիչ աշխատեմ, մինչև 11 անցած է շուտ է պատրաստեմ, ավելուկը վարկյանական երբում է։ Հիմա հանեմ ես սա ժողովուրդ ջան, սիրելիներս, ես շնորհակալ եմ շատ մեր սիրելի Հայաստանի համար ձեր գրած բառերը։ Հայաստանը ոչ թե ինձ միայն հետևորդու էր, այլ Հայաստանը իմ ամենամոտիկ հարազատ ընկերուհու, որ արդեն քույր կարող եմ ասել, Օֆելիայի դվայորնի քույրն էր եւ ցավալի է, ցավակցում եմ ամբողջ իր հարազատներին եւ ինչ ասեմ, Աստված հոգին լուսավորի, շատ տանջվեց։ Կյանքն է սելավի, ինչպես ասում են ֆրանսիացիները, ամեն մեկս գալիս ենք այս աշխարհ մի ճակատագրով։ Եկեք ապրենք ուրախ, եկեք ապրենք դրական, եկեք ապրենք առանց չար մտքերի եւ ապրենք ամեն րոպեն, ամեն վայրկյանը մտածելով, որ սա միգուցե թե մեր վերջին օրն է, ու կտեսնեք կյանքը այնքան հեշտ կլինի, շատ հեշտ կլինի, սիրելիներս։ Դրա համար ես ձեզ մենակ մի բան կարող եմ ասել. ապրեք, ապրեք, ապրեք ապրելու համար, ոչ թե ապրեք գոյատևեք ապրելու համար։ Թեկուս չունենք, թեկուս սա է, ուրախ ձևով ապրենք։ Բոլորս էլ ունեցել ենք դժվար պահեր։ Հանկարծ չմտածեք ամեն ինչը ասենց երկնքից, այսօր մինչև այսօր ունենք դժվար պահեր։ Դժվար պահեր, որ հանկարծակի պատկերացնում ես ասենց ոնց որ գլխիդ լցվում է մի, ինչ ասեմ, կրակ, բայց մտածում ես ասես, բայց դու ումից ես լավը։ Կողքին հարևանից, թե այն մեկից, թե այն մեկից։ Եվ կհավատաք, ամենակարևորը այդ րոպեին ես մտածում ասում եմ, Անահիտ, առողջ եղիր, առողջ, թող պրոբլեմները դա լինեն, ու առաջ ենք գնում։ Դրա համար սիրելիներս, ես իմ հանկարծ չմտածեք քարոզիչ եմ աշխատում, այս YouTube-ի ալիքը բացում, որ քարոզ եմ։ Ես ասեմ ձեզ, ես ծնվել եմ մի ընտանիքում, որ մեր սկզբունքներն եղել են հավատ, հույս, սեր եւ հավատ, եւ մենք հավատացել ենք Տիրոջը, եւ մենք առաքելական եկեղեցին հավատացել ենք եւ հավատում ենք մինչեւ օրս։ Մենք տրադիցիոննի հավատքով մարդիկ ենք, եւ դա շարունակվի մինչեւ իմ կյանքի վերջ։ Եվ դրա համար եմ ես այն օրը խոսացի, որ ոչ մեկը ոչ մեկի մի փնովեք կամ դատեք, նա հավատում է սրան, նա հավատում է նրան, ամեն մարդ իրանն ունի, իր հավատն ունի։ Կարևորը բոլորն էլ հավատք ունեն, հավատում են Տիրոջը։ Եվ մենք քրիստոնյա ենք, քրիստոնյա ծնվել ենք, քրիստոնյա էլ կմեռնենք։ Իհարկե, բացառությամբ որոշ դավաճաններից։ Իսկ ինչ վերաբերվում է հավատքը կամ սանա, կարևոր մարդուն հարգենք, սիրենք։ Դրա համար եմ ասում, հանկարծ չմտածեք, ես քարոզական ալիք եմ, ալիքը ուղղակի կյանքի ալիք է, որը որ ապրել ենք բոլորս էլ օրը օրի վրա սովորում ենք, օրը օրի վրա մտածում ենք, վայ, ես ինչ սխալ ապրեցի, անգամ մինչև հասնում ենք, որ տարիք ասում ենք, վայ, ինչքան սխալ ապրեցինք։ Դրա համար սիրելիներս, նայում եմ այս բանի մեջ, այդ ձեզ նայում եմ խոսալուց եւ նայում եմ իմ կնճիռները։ Մարդիկ սենց են անում, դեռ մեստեղ մի երկու հատ կնճիռ կա, երեխեք կհավատաք, ինքան եմ ուրախանում, որ մի քանի կնճիռ է ավելանում։ Գիտեք ինչի, որովհետեւ ես շարունակում եմ ապրել։ Այստեղ մի քիչ կնճիռներ, այստեղ մի քիչ ինչու ֆիլտր ենք, եթե կանք այնպես, ինչպես կանք։ Ուրիշ բան, երիտասարդ աղջիկները երբեմն ինտերնետներով ֆիլտրեր են անում, որպեսզի կարողանան իրենց անձնական կյանքը կապեն, ինչ որ մեկին հեռավորության վրա եւ այլն,
Բայց դա էլ չեմ ընդունում, մի արեք այնպես, որ սյուրպրիզ լինի մարդկանց համար, բայց եղեք բնական, ամենակարևորը, երիտասարդ աղջիկներ եմ նայում, սրսկում եք, ստեղ մի երկու հատ կնճիրա, ստեղ սենց եք անում, որ խոմսից չեք քայլում, սենց ենք չեք քայլում, որ սենց անեք, բոլորս է կճիռ կունենանք, դրա համար եղեք պարզ, եղեք բնական և դա իմ կարծիքն է, բայց ես որ մեկին տեսնում եմ ինքը ինչ-որտեղ իրան բոտոքս արել, ես հարգում եմ իր նախասիրությունը, այդ մարդիկ տենց են մտածում, այդ մարդու հոգեբանությունը այդպես է, միգուցե ինքը իրան չի սիրել ամբողջ երիտասարդ ժամանակ, միգուցե ինքը իրան չի հավանել ոնց կա, դրա համար եկեք հարգենք մեկս մեկիս և չդատենք, որովհետև կդատվենք, իսկ Անահիտը անցավ գործի։ Ժողովուրդ ջան, շատերդ հարցում եք այս սագերի ղավուրմարված բդերը, նենց որ ամենտեղ կա, յուրաքանչյուր խանութում կա, բայց ես գնում եմ Օպտավոյ խանութից, դեկորես խանութից, մետրոներում է կա, գիտեմ, որ շատերդ գիտեք հայերը, ես հիմա այն կանեմ մի քանի հատ, որովհետև երեկոյան Սերժը սիրում է սալատի հետ ուտել։ Բայց ես ասեցի չէ, ամենաճիշտը այս ալկոհոլի մեջն է, լավ բան է ունենալ շատ ապարատներ, որովհետև հեշտացնում է մեր գործը, և հիմա ես մտածում ես ղավուրմային քանի հատ է մեջը, 12, ես անում եմ 5 հատ, 7 հատ կա, ես հիմա սա պիտի հանեմ և միանգամից կդնեմ, կամ կդնեմ մարազուկան, երևի չդնեմ, երևի սա թողնեմ, բան մեկ սարկինք, սա դնում է այստեղ, ուղղակի տաքացնում ես, որ դառնա խրխրտան, էլի։ Հիմա ես սոխարասը անում եմ, ավելուկի վրա լցեցի երմաջուր, պարդոն, ունեմ ստեղ, որ տեսնեք, սիրելիներս, այսպես, երբ որ ավելուկը կեպի, կհանեմ, կդնեմ, կքամեմ և հետո արդեն կպատրաստեմ, ստեղ պատրաստելու բան չկա, ես շատ բոլոր տեղ գիտեք, բոլոր հայերդ էլ գիտեք, ուղղակի ամեն մեկը անում է իր տեխնիկայով, կարմիր պղպեղ, սև պղպեղ, աղ և վերջում շատ լավն է ավելուկը Աննա ջան, ապրես դու, հա, ապրես, գիտեք, որ ինչ-որ մեկը ծանոթ մարդն ավելուկը հավաքում, պատրաստում, գիտես, որ սենց ինչ ասեմ, մաքուր է, դրա համար առանց մտածելու ուտում ես էլի, մոքան շատ եմ սիրում ես ավելուկի հոտի համար խնդանում եմ, սա են Անահիտիչկայի հետ կկատարվեր, սոխարացը կանեմ, լավ կարմրի սոխը, ահա սա ևս, ես ինչու կտրատեմ իմ ընկույզը, եթե կարող եմ այն հենց այսպես լցնել և Fото պատասխան, բնկացնեմ, տեսեք, ինչու տանջեք ձեզ, ասեք Անահիտը, ձեզ լավ բաներ ակիս տալի ժողովուրդյանը, իդեաներ, լավ բաներ, ընկույզը սխտորը խառնեցի վերջում, մի քիչ մաղադանոց իհարկե լավ կլիներ համեմ, բայց չունեի համեմ, և ավելուկը պատրաստ է, շատ համեղ ավելուկ է, շատ համեղ ստացվեց սիրելիներս, ես պատրաստեցի շատ հասարակ ձևով իմ մամայի բաղադրատոմսով և այն եղավ ուղղակի հրաշալի, մայրիկը շատ հավանեց, քույրս բոլորը շատ հավանեցին, Սերժը չկերավ, որովհետև սա իրեն անծանոթ կերակուր էր,
ասեմ ձեզ, որ իմ մորս եւ քրոջս կարծիքը շատ կարեւոր էր, որովհետեւ չեմ թաքցնում, պատրաստեցի առաջին անգամ։ Ես երբեք ավելուկը այսպես տապակած չէի պատրաստել, հիմնականում մայրիկն էր պատրաստում, բայց այսօր որոշեցի ես անեմ, ինչպես ձեզ ասեցի, հիշողական տեսողությունը մարդու ուղեղում մնում է մինչև իր կյանքի վերջ։ Այն տեսնում ենք եւ կրկնում, սիրելիներս։ Ողոր ջան, ես ուրեմն հանեցի տեսակ այդ բանը դրտմիկները, պոտի մաղոնն ասա, վրան դնում եք արդեն լրիվ, նայեք տեսեք ինչ վերջին ձևով սենց այսենց լավ եփված է արդեն, կարող եք կողքի կեղևը թողնեք, ես չեմ սիրում, դրեցի այծի պանիրը եւ առանց որևիցե մի համեմունքի բանի դնելու եմ հեսա ջեռոցը, երբ որ ինքն արդեն լավ կկարմրի կհալվի, հանում եք, վրան մեղր եք լցնում մատուցելուց առաջ։ Գեղեցիկ կարող եք ձեր ափսեները գեղեցիկ մատուցեք, մի հատ փոքրիկ ինչ որ մի հետաքրքիր երկար ափսեի մեջ եւ պետք է մատուցեք տակ-տակ վերջին վայրկյանին։ Սա ոչ դեսերտ է, ոչ ճաշ է, ինքը քաղցր եւ աղին իրար հետ շատ համեղ է լինում, խորհուրդ կտամ։ Ժողովուրդ ջան, եկանք հիմա մի հատ սեղանը դնեմ։ Երբ որ իմ տունը լինում են հյուրեր, իմ մայրիկը գալիս է, բայց այսօր չէր ուզում գար, բայց չվայնացակ, ասեցին արի մեր հետ նստի։ Գիտեք երեխեք ինքը սովոր է արդեն մենակ, ոնց ասել, ես մենակ նահուտում, տեսեք հիմա արդեն 12 անցա, ես ձգձգում եմ, որպեսզի մայրիկի համար հարմար լինի։ Ուշ արտանում, ուշ է ինքը իր նախաճաշն անում, դրա համար այդ տարիքի մարդկան չպիտի շատ թողնեք, որ իրանք դուրս գան իրենց կոմֆորտից։ Երբ որ իրենք իրենց կոմֆորտից դուրս են գալիս, ժողովուրդ, դուք ճիշտ հասկացեք ինձ, իրանք սկսում են, ոնց որ իրենք կորցնում են իրենց։ Չնայած իմ մամայի հիշողությունը շատ տեղն է, ամեն ինչը թու, ամեն ինչը փարկաստո լավ է, բայց պետք չի այդքան, որ ստիպենք հետերի, դու պիտի սանես, դու պիտի գաս, դու պիտի գնաս։ Դրա համար պետք է թողնենք իրենք ինչ ուզում են նայել անեն։ Դա իմ կարծիքն է։ Կարող են մարդիկները իրեն համարում չլինեն, բայց դա իմ կարծիքն է։ Իսկ ես իմ կարծիքը արտահայտում եմ, ես չեմ ստիպում, որ մարդիկ մտածեն իմ կարծիքով կամ էլ չէ անեն այնպես, ինչպես ես եմ ցանկանում։ Ոչ։ Իմ մոտ չկա այդ բռնությունը, իմ մոտ չկա այդ դիկտատորական բնավորությունը։ Ես շատ ճկուն մարդ եմ, երբ որ դիմացին ասում ասեցին, ես անկախ, ինձ անկախ չէ, ինձ կարող ոնց կուզես, դա քոնն է, դա քո կյանքն է։ Դրա համար սիրելիներս, ես իմ բլոգների մեջ դուք կտեսնեք հաճախակի, որ ես այդ թեման խոսում եմ, որովհետև դա շատ ցավոտ թեմա է, որոշ երիտասարդների համար, որոշ տարիքով մարդկանց համար, որովհետև հիմնական տան կոնֆլիկտը լինում է դրա վրա։ Դրա համար խնդրում եմ ձեզ, եղեք բարի, եղեք մի քիչ խուլ, համր եւ կույր։ Եվ դա ձեզ շատ կօգնի, շատ։ Դա ուղղակի որպես հայ, որպես, ինչ ասեմ, հայ աղջիկ, հայ կին, հայ մայր, հայ սկեսու, ուղղակի ձեզ իմ կարծիքը ձեր հետ կիսվում եմ։ Դա է միայն իմ բլոգների իմաստը։ Ես չեմ սիրում վեր խաղալ, չեմ սիրում, գիտեք ինչ մի վարքյան, ես չեմ սիրում ասել կամ անել այն, ինչը ճշմարտություն չի։ Տեսեք, ես մի բան պիտի ասեմ, բոլորդ կծիծաղեք, ուրեմն գնացել էի մեր Աննայի Կարինեին, բոլոր ճանաչում եք, ես տուն Կարինեն ասեց, վայ Աննա, այդ այնքան եմ սիրում քո բլոգները, որ նայում եմ ամառը, որ Սերժը բերում այդ ամբողջ բանջարեղենը, մի բան չես թափում, ամբողջը տեսակավորում ես, այո, դա ճիշտ է, բայց ես մի հատ ընես ծիծաղացի, որովհետև ես մեր բոլոր հարազատները գիտեն, ասում են, զգուշ մնացեք, թե չէ ձեզ է կթափի, եթե մի բանը ես չեմ օգտագործում մի տարի, դա ուղղակի գնում է կամ տանում եմ կարմիր խաչ, չեմ օգտագործում։ Բայց ասեմ ձեզ, որ ասենք մնում է մի փոքր ուտելիք, ասենք խոսքի մի կտոր միս, այսքան միս, կամ մնում է սա, կամ ես ինձ հավաքում եմ մի հատ տոп ամանի, պլաստմասի ամանի մեջ, դնում եմ այս միջանցքում, Սերժն ասում կտանես քո կատուներին, այդ բանի այդ ինչա ֆերմա ինքը ունի, իր այդ ամբողջ այդ շինությունը, այդտեղ կատուներ են գալի, տենց հետո իր հավերին եւ այլն եւ այլն։
տեսեք, դա էլ չեմ թաքցում ձեզ ասեմ, Կարմենը հիմա գնայի լավ գծտեղը, ես ուժեղ անում եմ հանել թափելու, բաներ կա, որ նայում եմ, գարաժում մաքրում եմ, գարաժում անընդհատ ես թափում եմ, մեկ-մեկ մաման գալիս ասում Անահիտ, մի հատ կացա ունենք, ու ասում չգիտեմ, մամ ջան, երևի չգիտեմ, բայց գիտեմ, որ ես եմ թափել, բաներ կա, որ ճշմարտությունն եմ տեսնում տալ, այո, Սերժի աշխատանք, ինչ որ վերաբերում է, ինչ որ մեկին հարգանքս իր աշխատանքի, իր քրտինքի, ջղայնանում եմ մեկ-մեկ ասում, Սերժ, իսկան շատ ինչ ես արել, մենք երկու հոգի ենք, մաման էլ սկի դաժի չուտում այդ բանջարեղենները, Դավիթ ենք 1001 են գալի վերցնում, իրանք էլ երիտասարդ են, տեղ չունեն, որ վերցնեն, այդ բանով, բայց էլի պատրաստում եմ, էլի դնում եմ բարազիլկեր, էլի դնում եմ կոնսերվաներ եմ անում, որպեսզի իր աշխատանքը հարգեմ իմ ամուսնու քրտինքը։ Դա է, իսկ ինչ վերաբերում է ես թաքցնեմ ձեզ ասեմ, ոչ մի բան ես չեմ թափում, ես ամեն մի ուտելիքը դնում եմ, ոչ, սուտ է։ Ես թափելու մաման ասել ասողի մամային, թափելու Փայլևան Անահիտ։ Էդ էլ ձեր Փայլևան Անահիտը։ Գիտեք ինչ, ոչ մաման է ջուր խմում։ Serge, tu bois de l'eau? Je mets le verre? Serge ne ջուր չի խմում ուտելու ժամանակ, իսկ ինչու ջուր դնեմ։ Ես այսօր որոշել եմ սպիտակ գինի խմել, սառը սպիտակ գինի, գնամ մի հատ ջուրը բերեմ, բայց ջուրը, մեր կրանտի ջուրը շատ համեղ է, ուղղակի որ գնում եմ խանութ, գնում եմ, որովհետև երեկոյան ես մի լիտր ռուկես օրվա մեջ ջուր պիտի խմեմ, իսկ ինձ հարմար է սրանով երեխի գնանք մի հատ Սերժին տեսնենք ինչ է անում։ Qu'est-ce que tu fais, Sergio? Salut. Ça coche-nez propre? Couche-couche? Couche-couche, c'était quoi? Manger. Кушать. Ди кушать. Coucher. Ди ке утел. Maman, ça suffit. Non, dis утел, утел. Non, dis s'il te plaît, утел. Outel. Coutel, c'est утел. Ուտել։ Outel, oui. Voilà. Ավելի լավ հայերեն է խոսում, քան ռուսերեն։ C'est toi t'as fermé la fenêtre? Oui, oui. Pourquoi? Parce que, maman, ça sert à rien que je chauffe pour que tu ouvres. Mais va dehors un peu, tu verras comment il fait chaud. Մի հատ հավաքեմ ստեղ երեխեք ջան։ Coche. Հավաքեմ ստեղ։ Qu'est-ce que tu regardes? Vendeuse. Hein? Vendeuse. Vendeuse? Oui. T'en as pas? Նոր ամուսուս հետ ենք զրույց տալիս, մեկը կա ծանոթ է իրան, ասում է լրիվ բան ա եղել, խանգարված վիճակա, ոչ երեխա ունեն, ոչ մի պրոբլեմ ունեն, ոչ ունեն երեխա, որ պիտի ուղարկեն ուսման, փողի եւ այլ, աշխատում են այդ մարդու ուղեղը միայն եւ միայն փողն է։ Եվ հետո ասում են գժվեց, գժվի, բա ինչ կանի։ Գժվի, բա ինչ կանի։ Մարդիկ ինչ են խելագարվում գժվի։ De quoi? Hein? Parce que tu n'étais pas proche, tu n'étais pas proche, tu n'étais pas proche. Սիրելիներս ղավուրմա արած բդիկները ամբողջությամբ կարմրած մեր այծի պանիրը արդեն հալվում է, հիմա սա պետք է հանեմ եւ սա ավելուկը ժողովուրդ ջան հանեցի չեմ կարողանում մի վարքյան կարողանում բացել հիմա մեղրը այսպես քիչ շատ քիչ Շատ համեղ ալինում երեխեք, ամենայն ազնվությամբ։ Կարող եք դուք ձեր ուզած ցանկացած ընկույզ դնեք վրան եւ այլն, ես ուղղակի մեղր դրեցի։ Եկեք այսքանով ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, բարեախորժակ նրանց, ովքեր սեղանի շուրջն են, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ձեզ ասեմ, պակա, պակա։